24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։ Բարև ձեզ, պարոն Քերոբյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Խոսենք Facebook-յան ձեր վերջին հրապարակումից։ Նշել էիք, թե ում եք էշի տեղ դրել, ընդգծելով, որ նոյեմբերի 20-ին 1641 համարով որոշում է կայացվել, որով ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը պետական բյուջեով հատկացված 5.7 միլիարդ դրամից 3.2 միլիարդ դրամը կրճատվել է, որից 1.8 միլիարդը ռազմական նշանակության գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտական աշխատանքներ, 1.4 միլիարդը փորձանմուշների արտադրություն։ Ինչի մասին է խոսքը, ինչ խնդիր եք դուք տեսել։ Ուրեմն այս կառավարությունը իր ծրագրով մի ամբողջ էջ հատկացրել է ռազմաարդյունաբերության զարգացմանը։ Հիշում ենք, երբ եկան իշխանության երկրորդ անգամ, դա 20 թվականի պատերազմից հետո էր, ընդ որում պետք է հիշեցնեմ նաև մեր ունկնդիրներին եւ դիտողներին, որ 20 թվականի պատերազմից անմիջապես հետո այս վարչախմբի ղեկավարը հանդես եկավ 15 թե 16 կետից բաղկացած այսպես ճակերտավոր հակաճգնաժամային ծրագրով, որից հմուտ կերպով փախան, հայտարարելով արտահերտ ընտրություններ եւ ոչ մի հաշվետվություն ոչ ներկայացրեցին այդ ծրագրի կատարման հետ կապված, այնտեղ կար լիքը բնակարան շինություն, Արցախ տեղահանվածների սոցիալական կարիքների տոտալ ապահովում եւ այլն, կար կուսակցությունների մասին եւ այլն, բայց կար նաեւ տնտեսական վերականգնում, հանձնում տարբեր տեսակի բաներ, զինված ուժերի ռեֆորմ եւ այլն։ Ուրեմն դրանից փախան, բայց բերեցին, այսպես քվեներ շահելու նպատակով բերեցին չեմ վարանի ասել գերպոպուլիստական նախընտրական ծրագիր եւ գերպոպուլիստական կառավարման ծրագիր, որպեսզի եւ ժողովրդի զգոնությունը բթացնեն եւ ընդդիմությանն էլ այսպես ձեռքերը կապեն, ասելով որ տեսեք, ես էիք ուզում, ես ենք անում։ Ուրեմն այդ ծրագրով մի ամբողջ էջ նախատեսված է ռազմաարդյունաբերության զարգացմանը, որի մեջ կա նաեւ սպառազինության նոր նմուշների մշակում, հազար տեսակ բաների սերիական արտադրություն եւ այլն եւ այլն։ Ու սրանից մի քանի շաբաթ առաջ այս վարչախմբի ղեկավարը իրեն թույլ տվեց հայտարարել, որ 2025-ը հայտարարել են ռազմաարդյունաբերության տարի եւ 23-ից 25 թվականների համար 171 միլիարդ դրամ են ուղղել ռազմական նշանակության տեղական ռազմական արտադրանքի արտադրությանը։ Բայց սրա հետ միասին եւ ամբողջ մանիպուլյացիան կայանում է նրանում, որ 5 տարի է անշեղորեն թերակատում են ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեն, եթե կատարողականը բացենք կառավարության, այնտեղ եւ բյուջեով այսպես աճող գումարներ են նախատեսված, չնայած 25 թվականի մոտավորապես մի 100 միլիոնով կրճատել էին ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեն, բայց անշեղորեն թերակատել են եւ ահագնացող եւ աճող տոկոսով են թերակատարել։ Այս տարվա համար նախատեսված էր 5.7 միլիարդ դրամ ռազմական տեղական ռազմաարդյունաբերության զարգացման համար, որից մոտավորապես 4.2-ը դա հատուկ նշանակության գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքներն են, բաց լեզվով ասած նոր զենքի սպառազինության նոր նմուշների մշակումը, 1.5 միլիարդը դա փորձանմուշների արտադրությունն է, դրանց բաղադրիչ մասերի, ումքի նյութերի եւ այլն, էլի բաց լեզվով ասած, այն ինչ որ ընկերություններից ուժերով մշակել են, բերել հասցրել են, ասենք, արտադրանքի վիճակի, ինչ որ քանակ այդ բյուջեով արտադրել, տալ փորձարկումների, որպեսզի դրանց կիրառությունը, կիրառելիության սահմանները, նպատակահարմարությունը եւ այլն գնահատվի եւ դրական եզրակացության դեպքում գնա արտադրության։ Հիմա ինչ է արել այս վարչախումբը, ինչ խարդախություն, այսպես մանիպուլյացիաներ է արել այս տարվա սկզբին, անցյալ տարվա խայտարակ կատարողականից հետո, Բերեցին ներկայացին մարտ եւ ապրիլ ամիսներին երկու նախագիծ կառավարության որոշման եւ ընդունեցին, որով սահմանում էր ընթացակարգ այդ փորձանմուշների արտադրության եւ գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման։ Ընդ որում այդտեղ ընթացակարգեր էին նախատեսված, որ ժամկետները այսպես անորոշ սահմանված եւ ինչ ստացվեց այս որոշումով, բերեցին այս որոշումը ներկայացրին, ընդ որում գաղտնիք չէ, այդ որոշման վտանգահարությունից ընդհանուր առմամբ քերվող 7 միլիարդ դրամը տվել են պաշտպանության նախարարությանը ծիծաղելի հիմնավորումով, բայց այդ հիմնավորումը այնքան էական չի, ինչքան այն, որ ակնհայտ է, որ այդ միջոցները բյուջեով նախատեսված չեն ծախսելու։ Հիմա մյուս մասը այդ փորձանմուշների արտադրությունը, որը որ ամենահետաքրքիրն է, որտեղ ընդհանրապես ոչ մի փող չկա այս պայմանությամբ ծախսած, նախատեսվում է, որ 5 ամիս պետք է տևի պայմանագրերի
քննարկման գործընթացը եւ այդ 5 ամսվա 5 աշխատանքային ամսվա այսպես բանից հետո հայտի խմորումից, էփումից հետո պետք է սկսեին պայմանագրեր կնքել։ Առ այսօր դեկտեմբերի 11-ը մի դրամ ծախսած գումար այդ բյուջետ չկա։ Այսինքն 1.5 միլիարդ պլանավորել են, տարվա ընթացքում կարծեմ 35 միլիոն դրամ կրճատեցին, հետո հիմա էլ կրճատում են 1.4 միլիարդ դրամ։ Համեմատության համար ասենք, որ այս 3.2 միլիարդը, այս 5.7 միլիարդի մոտավորապես 55%-ն է կազմում, այսինքն այս մի որոշումով ռազմարտության զարգացման բյուջեն 2025-ի 55%-ով կրճատվում է։ Թե ինչքան է կատարվելու տարվա վերջում, ինչքան կլինի կատարողականը, բարձր որ մնացած 45%-ից ավելի պակաս է լինելու, որովհետև այս պայդրությամբ ընդհանուր առմամբ ծախսված է բյուջեից մոտավորապես 1 միլիարդ 300 միլիոն։ Բայց այստեղ նաև հետաքրքրական է, թե ընդհանուր առմամբ բտանախարարության բյուջեն ինչքան է ծախսվում, ինչքանով է կատարվում։ Եթե բացում եք 2025 թվականի բյուջեի մասին օրենքը, 24 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված բտանախարարության ընդհանուր բյուջեն 47.9 միլիարդ դրամ մոտավորապես այդքան։ Հիմա կառավարության ներկայացված թվերով այդ բյուջեն կազմում է 23 միլիարդ 900 միլիոն դրամ։ Այսինքն մոտավորապես 50%-ը բտանախարարության բյուջեի սղվել է, հա, գնացել է։ Այսինքն չեն կատարելու այդքանը։ Ինչքան կկատարեն տարվա վերջում անհայտ է, բայց 50%-ը կրճատել են, այդ նշանակում է բան է, բտանախարարությունը ընդհանրապես ասած երկու անգամ ավելի պակաս արդյունավետությամբ է աշխատում, եթե միայն բյուջետային միջոցների ծախսը նայենք, քան իրենք պլանավորում էին տարվա սկզբին։ Հիմա հարց է ծագում, արդյոք մեր ընտրողները, հանդիմությունը, հա, պատրաստ են իրենց 50% ավել ստացած աշխատավարձի կեսը, այդ 50%-ը չաշխատած 50%-ը հետ պահանջել եւ հետ վճարել պետական բյուջե։ Եկեք ներկայացնենք այդ պահանջը, որովհետեւ եթե օրինակ տուն եք վերանորոգում, բայց բանվորը գործի կեսն է հանում, դուք փողի կեսն եք չէ տալիս։ Հիմա իրենք մեր վարձու աշխատողներն են։ Կա ցանկացած պետական պաշտոնի հանրային ծառայող, դա ժողովրդի վարձու աշխատողներն են։ Նրանց աշխատավարձը, պարգև վճարը, չգիտեմ, գործողումներ եւ այլն, արձակուրդային, սոցփաթեթ, չգիտեմ, հազար տեսակ տարբեր արտոնություններ ձևավորվում են մեր հարկատուներից հաշվին։ Եվ սա ներկայացնելիս ամեն ինչը ներկայացնել որպես, չգիտեմ, բարի կամք, այս ինչ ոլորտում այսքան փող ծախսելու կամ այն ինչ ոլորտում ինչ որ խնայողություն ունելու կամ պաշտպանության այսքան փող հատկացնելու, դա մեղմ ասած հանցագործություն է։ Իրենք պետք է պատասխան տան իրենց չարած գործի համար։ Հիմա բացատրությունը ո՞րն է, որ չկա բացատրություն։ Այդ փողը քերել են, տվել են պաշտպանության նախարարությանը, այս բաց աղբյուր է, հա, կառավարության նիստերի օրակարգը հիմնավորում է այդ նախագծի հիմնավորումը գրած է, որ պաշտպանության նախարարության պայմանագրային պարտավորությունների կատարման համար առաջացել են բեռների տեղափոխման պայմանագրային ծախսեր, այսինքն հնարավոր չէր այդ պայմանագրերը կնքելիս պլանավորել, հա, եւ այս 7 միլիարդը ուղղակի այնտեղ դրած է 7 միլիարդ, բտանախարարությունը չի պատրաստվում ծախսել, որում այս որոշման նախագիծը բերել պաշտպանության նախարարությունը։ Ինքնին տեղով, այսպես խախտումներով է, քանի որ եթե որոշումը վերաբերում է երկու նախարարությունների բյուջեին, ապա դա պետք է բերած լիներ վարչապետի աշխատակազմը, բայց իրենք չեն արել։ Պաշտպանության նախարարությունը եկել է եւ ոնց որ ես գամ ասեմ Հերմինե ջան, դու ոնց որ տանդ համար սննդամթերք քիչ ես առնում, այդ խնայած փողը դուր ես իմ երեխեքի կոշիկների համար ծախսեմ, հա, այսպեսի մի բան է ստացվում։ Եվ ակնհայտ է դառնում, որ սա էլ նույնպես է ծիծաղելի հիմնավորում է, սրանով ուղղակի փորձում են թաքցնել շատ վատ կերպով են փորձում թաքցնել իրենց խարդախությունը պետական բյուջեի միջոցների հետ կապված։ Խարդախություն ասելով ի՞նչ նկատի ունեք։ Այն ինչ որ պլանավորվածը չեն կարողանում իրագործել, ինչ դեֆիցիտով պետական բյուջեի կոռուպցիա եք տեսնում։ Դեֆիցիտով պետական բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար պարտք են վերցնում։ Ճիշտ է։ Հա, այսինքն ուրիշ աղբյուրներ չկա, պարտք պետք է վերցնեն։ Այս պարտքը ունի սպասարկման ծախս, գին։ Այսինքն բյուջեով պետք է նախատեսել նաև այդ պարտքի սպասարկման գումարը, ընդ որում այդ պարտքը, ասենք տարեկան եթե 10% վերցնես կամ 7.5% վերցնես, ասենք յուրաքանչյուր 1 միլիարդ դրամի վրա տարեկան ծախսվում մոտավորապես 75 միլիոն դրամ փող։ Հա, հիմա պատկերացրեք, մենակ այս 5.7 միլիարդը պարտքով վերցնելու համար այս կառավարությունը պետք է ծախսել մոտավորպես 350-400 միլիոն դրամ փող միայն վերցած պարտքը սպասարկելու համար։ Ընդ որում այդ որոշման հիմնավորման մեջ
Գրել են նաև, որ այս որոշման հետ կապված պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր եկամուտներ չեն առաջանում, մինչդեռ եթե միայն այս աշխատանքների կատարման ընթացքում ձևավորված հարկերը հաշվեինք, ուղղակի եւ անուղղակի, ասենք ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտահարկ, աշխատանքների կատարման ընթացքում վճարված աշխատավարձի հետ կապված 1 միլիարդ դրամը հաստատ գերազանցելու էր։ Միայն այս կրճատումով պայմանավորված։ Այսինքն այստեղ նույնպես խարդախություն է այն իմաստով, որ 1 միլիարդ դրամով պակաս հարկեր են հավաքելու, բայց ժողովրդի աչքին թոզ են փչում, կոպիտ արտահայտությունս եւ էշի տեղ են դնում, բառից բուն իմաստով, իրենք կարծում են, որ այդ որոշումների նախագծերը կարդացող չկա։ Ճիշտ է, հիմա կարող է հարցազրույցից գնան այդ բոլոր որոշումները սկսեն անցկացնել գաղտնի ընթացակարգով, ընդ որում ասենք այդ որոշումը նույնպես գաղտնի կետ ունի, կարծում այնտեղ ինչ որ պայմանագրի հետ կապված մանրամասներ կան, բայց պետական բյուջեի հետ կապված որոշումները չեն կարող իրականացնել փակ ընթացակարգով։ Ու եթե պատկերացնենք, ասենք մի նախարարություն է պահում այս կառավարությունը, ընդ որում իրենց իսկ ստեղծած նախարարությունն է մինչև 18 թվականի մայիսի մինչև 19 թվականի մայիսի 22-ը այս կառավարության կառուցվածքի գործունեության օրենքի ուժի մեջ մտնելը մտա նախարարություն գոյություն չուներ։ Իրենք են օրինել այս նախարարությունը եւ իրենք են անշեղորեն այս նախարարությունը զբաղեցնում ոչինչ չանելով։ Փաշինյանը օրերս ասել էր, որ մեծ թվով վարկ են վերցրել, արտաքին պարտք ավելացել է, որովհետև միանգամից զենք ենք գնել։ Դա բացահայտ մանիպուլյացիա է։ Բացահայտ մանիպուլյացիա, հաշվի առնելով թե իրենք ինչ են հայտարարում, ինչ են բերել, ընդ որում օգտագործում են իրենց իշխանամերձ խոսող գլուխներին, որոնք տարբեր ամբիոններից հայտարարում են, որ տեսել են այնպիսի զենքեր, որ այս ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի սպառազինությունների վերահսկողության հանձնաժողովներով կամ հանձնախմբերով չի արտահայտվում։ Երկու հարց է առաջանում, այդ ինչ իրավունքով են այդ մարդիկ այդ զենքերը տեսնում, դա մեկ, երկրորդ պարզ է, որ ասենք այս բյուջեի պարտքը ավելացել նաև, այսինքն պետական պարտքը ավելացել նաև սոցիալական, չգիտեմ, տարատեսակ ինչ ասես անելու համար, մի մասը հա կարող է զենքի համար են առել, հա, զենքի համար զենք են գնել դրանով, բայց դա չի բացատրում պետական պարտքի առաջացման ամբողջ ծավալը։ Ասում եմ, միանգամից էր մեզ պետք է զենք գնել, մենք դրա համար առանք եւ ասում եմ, ովքեր որ մեղադրում են մեզ, որ չենք զինում բանակը, թող գան պիտակները վրան ցույց տանք զենքերը։ Դա ստախոսություն է։ Իրականում դա ստախոսություն է, իրականում լավ էլ գիտենք ինչ զենք են գնում, լավ էլ գիտենք ինչ ծավալով են անմիջապես կատարում այդ գնումները, լավ էլ գիտենք, որ Հնդկաստանի կառավարությունը այսպես տարանցիկ կամ տարաժամկետ վճարումներով է պահանջում այդ զենքի դիմաց մատակարարված զենքի դիմաց վճարումները եւ այլն, այդ ամեն ինչը գիտենք։ Ու լավ էլ գիտենք, թե ինչ ստախոսություն է այդ հայտարարությունները։ Խոսենք նաեւ ամրաշինական աշխատանքների մասին, դուք դիտարկումներ ունեիք այս առումով։ Ուրեմն տևական ժամանակ է պաշտպանության նախարարությունը եւ գլխավոր շտաբը իրենց տարատեսակ պաշտոնյաների բերանով գալիս են եւ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովում ազգային ժողովի ինչ որ բացատրություններ է տալիս, թե ինչի մեր այս կամ այն դիրքը գտնվում է անբարենպաստ վիճակում եւ չեն հանում այդ դիրքը։ Մասնավորապես վկայություններ կան այն մասին եւ հստակ գիտենք այդ դիրքերի տեղերը, որ մեր զինվորները այդ դիրքեր են անցնում, հերթափոխ են իրականացնում, անցնելով ադրբեջանցիների կողմից տեղադրված անցակետերով եւ այնտեղ զննություն են անցնում իրենց անձնական իրերը, իրենց բեռները, զենք զինամթերքը եւ սնունդը։ Շատ են այդպիսի դիրքերը։ Դա կարևոր չէ, մեկն էլ եթե լինի, արդեն բավարար է, որպեսզի այս ամեն ինչը դիտվի որպես ռազմական հանցագործություն սեփական զորքի հանդեպ։ Հիմա այս տղաները Բայց ներողություն բացատրություն տրվեց, եթե չեմ սխալվում, Արմեն Խաչատրյանի կողմից, որ փոխադարձ է դա լինում, այսինքն եւ ադրբեջանցիներն են ստուգում անց։ Դե էլ թող բերեն ցույց տան այդ դիրքերը։ Մենք գիտենք այն դիրքերի մասին մեր, որտեղ զննում են անցնում, այդ դիրքերը անցնելով։ Հիմա այսպիսի նվաստացում, հա, որ անցնում է հայ զինվորը, հա, դա ուղղակի հանցագործություն է։ Գետ մեկ դեպքը բավարար է, որպեսզի սա համարվի հանցագործություն եւ դավաճանություն։ Դուք պատկերացեք այն զինվորի վիճակը, որը այսպիսի ստորացուցիչ զննում է անցնում ադրբեջանցի զինվորների կողմից, զննում են իր պայստատուփերը, գրպանները եւ մնացած ամեն ինչը։ Հիմա այդ դիրքերը կան, հա դա փաստ է։ Պաշտպանության նախարարությունն այս բարձր ծաղմուկին հետևած ԶԼՄ-ների հետաքրքրություններին եւ հետաքրքրասիրությանը պատասխանել է, որ
լրացուցիչ ժամանակ է պահանջվում 1 ամիս, որպեսզի ուսումնասիրեն եւ այլն։ Ասենք գիտեն դրա մասին։ Եթե չկա այդպիսի բան, կարող են անմիջապես հերքել, կամից կարող են ձերբակալած տարած լինեին հարցաքննության եւ կալանավորին, ապա տեղեկատվություն տարածելու համար, բայց ոչ միայն ինձ։ Այս հարցադրումները դնում են ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորները 2022 թվականից սկսած։ Այս վերջերս ինչ որ շինծու ենք ասում հիմքը, հա, քրեական գործ հարուցվեց նախկին պաշտպանության նախարար Աշոտ Կարապետյանի նկատմամբ 2021-ին այդ Սև լճի իշխանասարի սահմանում հատվածներում ադրբեջանցիների մխրճման հետ կապված, ընդ որում հենց այդ մխրճման հետ կապված է այս դիրքերի առաջացումը, շրջափակումը։ Հա, հիմա ես իմ կասկածն ունեմ, կարծիքն ունեմ, թե ինչի այդ դիրքերը չեն հանձնում ուղղակի, իրենք մեկնաբանում են, որ չեն թողնում այդ դիրքերը, որովհետև կհամարվեր, որ հող են հանձնում, դիրք են հանձնում, բայց հաշվի առնելով, որ միայն 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին մոտավորապես 50 դիրք են հանձնել, սա ծիծաղելի բացատրություն է, հա։ Բայց կա նաև 50 դիրք հանձնել են մոտավորապես այդքան դիրք ենք մենք կորցրել 22 թվականի սեպտեմբերի 13-14-ի ընթացքում։ Մոտավորապես այն հատվածը Ջերմուկի մոտ Գեղարքունիքում, Սյունիքում, որ անցել են նախկին ՀԽՍՀ պետական ՀԽՍՀ սահմանը վարչական եւ առաջ են եկել, թիկունքում մնացած դիրքերի քանակը տարածությունից ելնելով կարելի է համարել մոտավորապես այդքան։ Այդ մասին Սերյան Օհանյանն էլ է խոսել։ Այդ մասին Սերյան Օհանյանն էլ խոսել է, այդ մասին նույնիսկ բացախբյուրներից է հայտնել, թե մենք ինչքանի դիրք ենք կորցրել։ Լավ թող լինի 5, լավ թող լինի 10, հա, բայց այս մի դիրքը, որտեղ մեր զինվորները իրականում իմ կարծիքն է, որ իրենք պատանդարված են, քանի որ նաև վկայությունները այն մասին է, որ մինչև հերթափոխը ներս չանցնի, փոխարինողները ներս չանցնեն, նրանց դուրս չեն թողնում, այդտեղից փաստ է, որ սա այս զինվորները պատանդարված են։ Այս իմ հարցազրույցից հետո եւ ոչ միայն իմ, այլ նաև շատ այլ մարդիկ են սրա մասին խոսում, Գյումրեցի Արթուր Համբարձումյանը սրա մասին բարբերաբար բարձրաձայնում, ես ինքս սրա մասին խոսել եմ, հա։ Այս հարցազրույցից հետո 168-ին էի տվել այս հարցազրույցը, որի կտրված տարբերակը շատ մեծ աղմուկանից մեծ տարածում ստացավ։ Հարցակվել էին ին վրա եւ լրագրողի վրա տարբեր ֆեյքեր եւ ոչ այնքան հայհոյանքներով, տարբեր տեսակի զազարախոսություններով, բայց չենք հավատում, բարձրոք մեր իշխանությունը այդքան դեբիլ է, որ այսպիսի դիրքեր են թույլ տալիս եւ իրենց հակադարձեցին, ոչ միայն ես ինքս անձամբ չեմ հակադարձել, լիքը մարդ, որ սրա մասին տեղյակ է, հա։ Եթե չեք հավատում, եկեք տանենք ցույց տանք այդ դիրքերը, եկեք տանենք ցույց տանք այն պաշտոնյաներին, որ 3 տարի սրա մասին գիտեն, հա, եւ լռեց իհարկե այս ալիքը։ Հիմա սպասում ենք, թե պաշտպանական գերատեսչությունը ինչ պատասխան են տալու լրագրողական հարցումին, որի համար 1 ամիս ժամանակ են խնդրել, որի մասին 5 տարի է իրականում գիտեն, 21 թվականի նոյեմբերին դա տեղի ունեցել, 5 տարի է գիտեն դրա մասին եւ 5 տարի է այս վիճակն է։ Այսինքն զինվորականները ինչու են ստուգվում նոր պաստորեն գնում։ Պայման այդպես, ծանր սպառազինություն չեն թույլ տալիս ներս տանել իրենց հետ։ Հա, ոչ մի գնդացիր չկա այնտեղ։ 2 նռնակ եւ կարծում 4 պայստատուփ կամ 2 պայստատուփ, չգիտեմ, հստակ չեմ կարող ասել, բայց ծանր սպառազինություն այնտեղ չկա։ Թույլ էլ չեն տալիս անցկացնել։ Ընդհանուր մինչև փայտերով խփում են գրպաններին, որ ավելորդ փամփուշտ չտանեն հետները։ Պատկերացրեք ստորացման եւ նվաստացման աստիճանը։ Ընդ որում նաև, ասենք, տարբեր մարդիկ այսպես արդարացնում էին, բայց դե այնտեղ ժամկետային զինվոր չեն տանում եւ այլն։ Է պայմանագրային զինվորին ժամկետային ինչով է տարբեր։ Մեր մարտական եղբայրներն են, հայրենիքի նույն պաշտպաններն են։ Թե իրեն զոհվել է ավելի նվաստ ցավ է պատճառելու մեզ։ Իսկ դա փոխադարձության սկզբունքով չի իրականացում, դուք տեղյակ եք։ Այսինքն ադրբեջանցիները եւս մեզ դա պետք է հետաքրքրի որոշ դիրքերի հետ կապված։ Եթե պայմանավորություն կա, դա եւս դավաճանություն է։ Դա եւս դավաճանություն է, հա, բայց փաստ է, որ այդ դիրքերը շրջափակած ադրբեջանական դիրքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, այսինքն ՀԽՍՀ վարչական սահմաններից ներս, որտեղ իրենք մխրճվել են 2021-22 թվականներին։ Հա, եւ փաստ է այն, որ այդ անցակետերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նաև խոսենք զինծառայության ժամկետի կրճատման հետ կապված, փաստացի 2 տարին դարձավ տարի ու կես, միագումար նիստում կքննարկվի այդ հարցը։ Դե փաստացի դեռ չի դարձել, հայերեն պետք է օրենքի տեսք ընդունի եւ այլն։ Հրապարակել է, որ հունվարի 1-ից այդպես է լինելու։ Տեսեք, օրենսդրական լիազորություն
կառավարության ղեկավարը չունի։ Ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, բայց օրենսդրական լիազորություն չունի։ Ընդ որում պետք է ասել, որ օրենսդրական նախաձեռնության իրավունքն բացարձակ չէ։ Ցանկացած մարդ կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, օրինակ մեր քաղաքացիական ազգային քաղաքացիական միավորումը, որը ժամանակին հանդես եկավ քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությամբ Արցախ-Ադրբեջանի այլ պետության տարածքում ճանաչելը եւ ցեղասպանություն ծուրանալը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնություն, որը բարեջող գնաց տապալվեց չմտավ ազգային ժողովի լիագումարից, որովհետեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կտրուկ դեմ կանգնեց դրան, իսկ դրանից հետո այդ ստորագրավական նախաձեռնությունից հետո տեղի ունեցավ Արցախի հայաթափումը։ Հիմա տեսեք, իրենք հրատապ կերպով եկել են ներկայացրել են այս օրենսդրական նախագիծը պատճառաբանելով, ոչ թե հիմնավորելով, այլ պատճառաբանելով, որ դա ներառված է կառավարության 21-26 թվականների ծրագրում եւ իրենք պարտավոր են կատարել։ Հիմա նույն այդ ծրագրով նախատեսված լիքը այլ բան, ընդ որում դրանք պետք է կան բաներ, որ պետք է պարտադիր կերպով նախորդեին այսպիսի փոփոխություններին։ Օրինակ, պաշտպանության մասին նոր օրենք, հա, որը այս կառավարությունը կամ այս իշխանությունը խոստացել էր մինչև 2022-ի վերջը վերել ներկայացնել եւ առ այսօր չկա։ Որոշ բառակապակցությունների փոխարինում է կատարվել, օրինակ աշխարհազոր բառը փոխարինվել է տեղային պաշտպանության ուժեր բառակապակցությամբ եւ այլն կոսմետիկ ինչ-որ բաներ, որոնք էական բովանդակային փոփոխություն մեր պաշտպանական համակարգի կազմակերպման, այդ կառուցվածքի, դրա ղեկավարման հետ ընդհանրապես չեն վերել ներկայացրել։ Բայց տեսեք, բերում են ծառայության ժամկետի կրճատման օրինագիծ, հա, ընդ որում պարզ է, որ խնդիրները սրա լուծելու է, սրա առաջացած խնդիրները լուծելու է հաջորդ իշխանությունը, ով էլ որ լինի, եւ բերել են հրատապ կարգով։ Կարելի է սա դիտարկել իհարկե նախընտրական այսպես մանիպուլյացիայի եւ քվեներ հավաքելու տեսանկյունից, կարելի է դիտարկել նաեւ եւ պետք է պարտադիր նաեւ դիտարկել Ադրբեջանի կողմից շարունակաբար ներկայացվող պահանջների լույսի ներքո, որոնք են ի թիվս այլոց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի քանակի եւ կազմի կրճատումը, զինաթափումը, նաեւ պահանջներ են ներկայացվել, որ այն զենքերը, որ գնել ենք 20 թվականից հետո, պետք է վերադարձնենք կամ տրամադրենք այլ։ Դե պահանջ դրվել է, բայց պահանջը դրվել է, բայց մենք գիտենք, որ այս թրքահաճո կառավարությունը կատարում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ներկայացված բոլոր պահանջները։ Չկա մի պահանջ, որ ներկայացված լինեն կամ կատարած չլինեն կամ խոստացած չլինեն, որ կատարելու են։ Իհարկե կարելի է լիքը բան պատճառաբանել, որ սահմանադրություն խոստացել էինք, սահմանադրություն փոփոխությունը տեղի ունենալով ոչ Ադրբեջանի պահանջով եւ այլն, բայց գիտենք իհարկե, որ դա սուտ է։ Հա գիտենք իհարկե, որ այնտեղ կան պահանջներ եւ նաեւ Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները ներկայացվում են Ադրբեջանի կողմից, դրանք նաեւ կապելով խաղաղության պայմանագրի, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման հետ եւ սպառնալով, որ հակառակ պարագայում, այսինքն եթե մենք չապահովենք պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման, ապա իրենց իրավունք են վերապահում ուժով կատարել ցանկությունները, պահանջները, որոնք եւ ուժով ապահովել այդ պայմանների կատարումը։ Բայց երբ այս հարցը քննարկվում էր Պաշտպանության եւ Անվտանգության հանձնաժողովում եւ ներկա էր Սուրեն Պապիկյանը, նա համաձայն չէր, որ դրանով թվակազմը փոքրանալու է բանակի։ Դե իհարկե չկարողացավ որևէ ռացիոնալ հիմնավորում բերի կամ հաշվարկ բերի, թե ինչու է ինքը այդպես կարծում։ Բերում են մի այսպես հատվածական մաս, օրինակ այս Պաշտպանի հայրենաց ծրագիրը, որով ասում են, որ մոտավորապես 4200 հոգի կարողացել են համալրել գրավիչ դարձնելով, ֆինանսապես գրավիչ դարձնելով այդպիսի ծառայությունը, բայց մոռանում են նաև նշել այն զորամասերի քանակը եւ պայմանագրայինների քանակը, որոնք գոյատևում են ընդամենը ամսական 140-120 լավ, այդպիսի աշխատավարձեր կան, 120-ից 150 հազար դրամ աշխատավարձով, հայ, եւ որոնք գտնվում են ամենածանր, ամենառիսկային գոտիներում։ Եվ չեն մեջբերում մատնշում այն քանակը, այսպես վարժական հավաքներին մասնակցողների, որոնք գնում են փոխարինելու, հերթափոխելու դիրքապահներին։ Հիմա կարելի է շատ տեսաբանել, որ չպետք է լինի դիրքապահ բանակ, չպետք է լինեն ընդհանրապես դիրքեր, պետք է լինի սահման, սահմանապահներ եւ այլն, բայց գետնի վրա մենք դեռևս հետո դա։ Բայց գետնի վրա մենք ունենք լրիվ այլ վիճակ եւ ուզում եմ հիշեցնել մեր ունկնդիրներին, որ սահմանազատման որևէ գործընթաց
որևէ կետում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում տեղի չի ունեցել։ Այն ինչ որ տեղի ունեցել 2024 թվականի գարնանը Տավուշում, դա բացարձակ ապօրինի գործընթաց է։ Դրա համար գոյություն չեն ունեցել որևէ իրավական եւ օրենսդրական հիմքեր։ Հիշում ենք, որ այդ համատեղ հանձնաժողովի աշխատանքը կանոնակարգվեց դրանից 4-5 ամիս հետո եւ ամբողջ գործընթացը, որը տեղի ունենում այս սահմանագծման եւ ընդհանրապես սահմանների շուրջ, բացարձակ անօրինական է, որովհետեւ դրա համար նախապայման է միջպետական հարաբերությունների հաստատումը։ Ադրբեջանը սա կապ է խաղաղության պայմանագրի, բայց դա գիտեք, որ խաղաղության ոչ թե պայմանագրի, այլ խաղաղության պահանջագիր, բացարձակ բոլոր դրույթները Ադրբեջանի օգտին են, չկա գետ մեկ դրույթ բացառություն պես հիպոթետիկ խաղաղության, որը կոչված է միայն բթացնելու մեր զգոնությունը եւ նվազեցնելու, նվաստացնելու մեր դիմակայությունը եւ դիմադրողականությունը, սա պահանջագիր է, ոչ թե պայմանագիր, բայց դրանից հետո, միայն այդ պահանջներից հետո Ադրբեջանը որևէ կետում կհամաձայնվի որևէ քայլ անել սահմանագծման եւ սահմանազատման։ Հիմա տեսեք, հիմա եթե հիշենք օգոստոսի 8-ին հայտարարում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը կլինի կամ համաձայնեցված է, որ կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Դա իհարկե տեղի չունեցավ։ Այսօր պաշտոնապես ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցնում է իր գոյությունը դեկտեմբերի 1-ն այսօր։ Այսինքն այս վարչախումբը, այս իշխանությունը հերթական անգամ ստել եւ ստի մեջ բռնվել է։ Արարատը որպես պետական եւ ազգային խորհրդանիշ վերացնելը մանր քայլերով դա անում են։ Մեր ազգային ինքնությունը, ազգային ինքնության խորհրդանիշները վերացնելը երբեմն մեծ, երբեմն մանր, երբեմն վատ թաքցված քայլերով անում են։ Մեսրոպ Պաշտոցը առաջի դասանի դասագրքերում այբենարանում չկա։ Ինչ որ QR կոդով են ուզում առաջի դասարանցիները գնան Մեսրոպ Պաշտոցի մասին ինչ որ անհասկանալի կայքում տեսանյութ դիտեն։ Հա, Վարչեմիսրը այդ անհասկանալի կայքը կարող է իր բովանդակությունը եւ բնույթը փոխի, դառնա բացահայտ ճշտամական օրակարգ տարածող։ Ոչ մի երաշխիք դրանում չկա։ Եվ այլն, լիքը տարբեր բաներ կան։ Եվ այս պայմաններում հավատալ այս վարչախմբի որևէ խոսքի, որևէ խոստման միամտությունը առնվազն թվակազմի փոփոխություն ամեն դեպքում լինելու։ Ես տեղեկություններ ունեմ, որ զինված ուժերում կա արդեն դժգոհություն, այժմ ծառայող ժամկետային շրջանում կա դժգոհություն, թե ինչի իրենցից ընդամենը 6 ամիս ուշ զորակոչվածները պետք է իրենց հետ միասին զորացրվեն եւ կասկած ունեմ, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կհիմնավորվի այդ կասկածը, որ պատրաստվում են կրճատել նաեւ ներկայումս արդեն զորակոչվածների ծառայության ժամկետը, որպեսզի այդ դժգոհությունը մեղմվի ինչ որ չափով։ Կարող է 6 ամսով չկրճատեն, կարող է 3 ամսով կրճատեն, բայց փաստը մնում է փաստ։ Այս ծառայության ժամկետի կրճատումը պետք է լիներ ոչ թե նպատակ, այն պետք է լիներ հետևանք, արդյունք պաշտպանության եւ անվտանգության համակարգում խորը բովանդակային եւ ամբողջական փոփոխությունների հետևանքով։ Չի կարող սա լինել նպատակ, առավել եւս ակնհայտ է, թե այս նպատակը ինչի հետևանքով է առաջացել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցում էի Հայ Ակվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։